կարելի ասել ժամանակ ավարտված է, մի քանի րոպե ընդամենը ես երկար չեմ ասելու։ Նախ մեր Ռուձիկ եղբայրը կհիշեք, ում եղբայրն է, Համլետ եղբայրը, որը Ամերիկայից ամբողջ Հայաստանի, ասենք, բազմազավակ ընտանիքներին կով է առնում, տալիս, նույնիսկ եղել է, որ շատ երեխաներ եղել, 10-ի չափ եղել, ասել ենք Համլետ ջան, 5-ին էլ մի հատ ասել 2 տարի։ Ուզում ասեմ, հարկ տիրոջը, այն նույն այրունն է կարծես եղբոր մեջ, հոսում, որ իր եղբայրը այդպես Ամերիկայում շատ, այդպես ինքը շատ ապրում է այնտեղ, բայց նրա ուշք ու միտքը Հայաստանը, Հայաստանի միայնակները, Հայաստանի բազմազավակները, Հայաստանի վերջը տեսնում ենք, որ նույն, ասենք, նույն հոգին է կարծես երկու եղբայրների մեջ։ Ես մի երկու խոսք կուզենամ ասել, իհարկե, երիտասարդներ ջան, եղբայրներ ջան, մենք ուրախանում ենք ձեզանով, և մեր մեջ էլ կարողական բարեկամներ, որևէ քույրիկ, թող մտածի, որ երբ որ իրանք խոսում էին, ձեր մեջ արթնանում էր, ախ ինչ կրնի, իմ քերուս տղան, հորաքրոջս տղան, հարևանս, թեկուզ իրա տղան, թեկուզ այդպես փոխվեն, որովհետև ինչպես սկզբում ասեցի, որ միտքը ամենագլխավորն է, որ միտքը աշխարհը չի կարող միտքը փոխել, կարող է դեղ տա թուլացնի, բայց չի կարող հիմնահատակ փոխել։ Եթե ուշադրություն դարձրեցիք, Էդիկ եղբայրը մի բան ասեց, ասում է, եթե դու ընդհանրապես քո ուժով, քո խելքով, քո չարչարանքով ծխելը գցել ես, դա ոչ մի բան է, միևնույն է, կգա օրը նորից էլի կծխես, կամ ազատվել ես այդ խաղամոլությունից, եթե Տերը չի արել, միևնույն է, մարդը չի կարող, անպայման պետք է որ երկինքը արած լինի, որ ներսից հանած լինի այն բռնվածությունը, որը այն կախվածությունը, որը մարդու մեջ կա։ Դրա համար այսօր մենք ուշադրություն դարձնենք, ես մի օրինակ եմ ուզում ասել, տարիներ առաջ ուրեմն Կրասնոդարում այդպես այցելության էին գնացել, մի նշանդրեքի հանդիպեցի, այդ օրը ասին եղբայրներ ջան, ուզում ենք հրավիրենք նշանդրեք, շատ այդպես մի կարևոր նշանդրեք է, մի երիտասարդ, որը կործանված է եղել և ապաշխարել է, փոխվել է, այսօր իր նշանդրեքն է։ Ես միշտ հիշում եմ իր խոսքերը, որ ինքը նշանդրեքից հետո, երբ որ նշան դրվեց, երիտասարդը վեր կացավ և ասեց ես ընտանիքի միակ տղան եմ, ունեմ 3 քույրեր։ Երբ որ ես այդ վիճակի մեջ էի, այդպես նարկոման էի, հարբեցող, ուրեմն երբ որ քույրերիս տուն էի գնում, բոլորն էլ ամուսնացած են, ասում եմ իրանց տուն էի գնում, գլազոկով նայում էին, տենում էին, ես եմ տունը չէին բացում։ Բայց հիմա ասում եմ, խնդրում են, աղաչում են, որ ես մի հատ այցելեմ իրանցը, հիմա էլ ժամանակ չունեմ, հազվագյուտ եմ այցելում։ Այսինքն, սիրելիներ, երիտասարդներ ջան, եղբայրներ ջան, հաստատ դուք այդպես կլինի ձեր կյանքը, առաջ շատերը չեն ուզեցել տեսնել, ինչպես վկայեցին, որ ընկերները հեռացան, բայց այսօր ձեզ շատերը կուզենան տեսնել, շատերը կուզենան ձեզ լսել, ինչպես ես մի կոպիտ օրինակ այդպես հիշում եմ, մի այդպես հանցագործ աշխարհից երիտասարդ, երբ որ ապաշխարել էր, նոր էր եկել, բայց էլի այն խոսելու ձևերը, խոսելու առոգանությունը մնացել էր։ Հետո այդպես խոստովանություն էր, մոտեցել է ինձ, ասում Արոն եղբայր, ուզում խոստովանվել, առանձնացանք, լացում աչքերից արցունքը գնում է, այդ բառը չեմ ուզում կրկնել, ասում է, այդ սատանեն էլ ինձի բաշի թողում, այդ վատ բառով։ Ինքը ասում է բանով, լուրջ, իր խոսակցականն է, իր ձևն է տենց, նոր ապաշխար է, բայց այս շուռը մեկ է ծիծաղս է գալի, որ ասում է, այդ անունը ասեց, ասում է, սատանեն ինձ բարձ չի թողում, ինքը լացում է, բայց ես չգիտեմ ոնց անե, որ այդ
առոգանությամբ ինքը այդ ասենք ձևով էր ինքը խոսում, բայց հետո որ լրիվ փոխվեց, արդեն ծառայություն էր անում, արդեն քարոզում էր, արդեն այդ ժամանակ ինքն էր լացում, հիմա էլ ես սկսեցի արտասվել, ասում եմ, երկնքի արարիչը ոնց է մարդուն փոխում, առաջ ոնց էր խոսում, հիմա ոնց է խոսում, այս ինչ փոփոխություն է տեղ ունենում, այնպես որ Փառք Տիրոջը մենք ուրախանում ենք ձեզանով եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայ ազգի մեջ երիտասարդները, որոնք այդ վիճակում են, դուք, քանի որ ձեր զգայրանները զգացել են այդ բոլորը, դուք լավ կբացատրեք, լավ կքարոզեք, երբ որ քարոզեք, բացատրեք, դուք ավելի լավ կբացատրեք, քան մենք, քանի որ դուք այդտեղից եք եկել եւ դուք պետք եք մեր ժողովրդին, մեր ազգին, ոչ միայն ձեր ընտանիքներին, ձեր մամա-պապային, ծնողներին, այլև մեր ազգին պետք եք, Աստված օրհնի ձեզ։ Հիմա գանք աղոթքով, ուրեմն եւ փառաբանության աղոթքով իհարկե վայ եղբայրը ստեղ է երևի, արդեն Փառք Տիրոջը եկեղեցու շնորհակալություն էր հայտնում, որ եկեղեցին աղոթել է, քույրեր կային լացում էին, այ քույրիկ ջան ինչ է եղել, բայ եղբայրն ամեն, լացում էին, զանգել են լացում են, բայ եղբայրը, ասում ինչ է եղել, բժիշկներ, հովիվներ, քարոզիչներն, բոլորին հավասար է, Աստված արև է ծագեցնում է բոլորի վրա հավասար, անձրև է բերում բոլորի վրա հավասար, դրա համար բոլորս էլ ցանկացած րոպե կարող ենք հիվանդանալ, կարող ենք գնալ այս աշխարհից, բոլորս հավասար, բայց ամենագլխավորը, ինչքան որ մենք այս երկրի վրա ապրում ենք, Տիրոջը պաշտենք, Փառք Տիրոջը, շնորհակալություն հայտնենք վայ եղբոր համար, շնորհակալություն հայտնենք մեր եղբայրների, մեր երիտասարդների համար, թող իրանք այնպես լինեն, որ մեր ազգի մեջ էլ ոչ մեկը չմնա այդ վիճակում, որ իրանք այդ վիճակի մեջ եղել են։ Իրանք էլ կաղոթեն, մենք էլ կաղոթենք այդ բոլոր հոգսերի համար, աղոթենք։ Ամենակարող Աստված